Արդեն մարդու ծննդյան օրից մեղքի բնությունը իրան ներսում մարմնի մեջ բնակվում է։ Սա մենք պետքա ճանաչենք, ոչ թե միայն պետք է զղջանք մեր արածները, այլև պետք է ճանաչենք մարդուն։ Սրանից 2500 տարի առաջ նույնիսկ աշխարհի մարդիկ, ասենք Սոկրատեսը, հայտնի փիլիսոփայր, ասմատեսեք տաճարի վրա ինչ էին գրել, հեթանոսական տաճարի, ճանաչիր ինքդ քեզ։ Այսօրվա աշխարհի փիլիսոփաները նորից կրկնում են, եթե չես ճանաչում ինքդ քեզ, ոչինչ չես ճանաչում։ Այսինքն ոչ մի բան չես հասկանում հոգևոր կյանքից, եթե դու քեզ չես ճանաչում։ Իսկ մարդու մասին ասում են ճանաչելով ինքդ քեզ, դու շատ բան ես ճանաչում։ Ժողովուրդ ջան, պետքա ճանաչել։ Սուրբ Գիրքն ասում է, երբ որ ճանաչեք ճշմարտությունը դիտնակ, այդ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ուրեմն բացի այն, որ մենք արարքներ ենք արել, օրենքի խախտումներ, գողություն են արել, շնություն են արել, սպանություն են արել, սրանք արարքներ են։ Այդ արարքների համար պետքա զղջում, պետքա ներողություն խնդրել, որպեսզի Քրիստոսի արյունը մաքրի մեզ մեր բոլոր մեղքերից, արարքներից։